Okay, հարազատներս հիմնական բաղադրությունները, որ մեզ հարկավոր է լինելու, դա լինելու է կաթի սերը, լապշայի նման այդ վերմիշելներն են եւ ծովախեցգետինները։ Հիմա առաջնային սա կդնեմ սառը ջրի մեջը, որպեսզի հալվի։ Իհարկե այսքանը չենք օգտագործելու, սրա երևի 1/3 օգտագործենք ընդամենը եւ լապշան էլ դնենք ջրի մեջը, մաքուր թորած ջրի մեջը պետք է դնենք խաշվելու։ Սա էլ բավական շատ է։ Սրա կեսը կօգտագործեմ ընդամենը։ Այսքանը, որ տափակի նման կա, այդ տեսակն եմ օգտագործում։ Okay. Սա այսպես։ Բավական հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ, դա որ անասելու։ Սա առաջի անգամ ես կերել եմ Իտալիայում, Ռոմ քաղաքում էինք, այնտեղ ռեստորան կար, այնտեղ կերանք առաջի անգամ ու բավական համով էր ու ինձ շատ էր հետաքրքրում, թե ոնց էր պատրաստվում։ Իհարկե հետո արդեն Միացյալ Նահանգներում գտանք ռեստորաններ, որտեղ որ պատրաստում էին ու շատ համեղ։ Հիմա սա դնենք գազօջախի վրա, թեթև աղքավելացնենք ու դնենք խաշելու։ Մենք անցնենք մնացած բաղադրությունները պատրաստելու։ Մեզ մոտ արդեն շրիմպները հալվել է, սառը ջրի մեջը ընդամենը 5 րոպեում, որ ասում եմ շրիմպ, դա նշանակում է ծովախեցգետին, ինձ ներողություն, ուղղակի չեմ կարողանում անդադ հիշել անունը հայերեն տարբերակով, ինչ որ է, հալվել է արդեն, բոլորովին ինքը արդեն թողել է, այս ինչը հարկավոր, ձիթապտղի ձեթ, թեթև, շատ չենք անում, մեզ հարկավոր է լինելու սխտոր, մի 6 ատամ, 7 ատամ, ինչքան որ կունենաք, արեք, ինչքան շատ լինի, այնքան համով է լինում։ Մեզ հարկավոր է լինելու լիմոն, մեկ լիմոնը բավական է, եւ բնականաբար արդեն պետք է անցնենք աղ, ուրց, իմիջիալուց ասեմ, այս ուրցի իմ քույրիկն է տվել եւ ինքը Միացյալ Նահանգներում իր այգիի մեջը աճացնում է։ Ինչ լավ է, չէ՞։ Սա հոյակապ է ուղղակի։ Այնքան շնորհակալ եմ իմ փրկիչն է։ Եվ սև պղպեղ հատիկավոր, ես շատ փոշի պղպեղը չեմ ցանում, որտեվ լավ չի ստացվում։ Ավելի լավ է մի քիչ խոշոր, եթե կա, ավելի գերադասելի է։ Եթե ուրց չունեք, կարող եք օրիգանա, շատ քիչ օրիգանա օգտագործեք։ Okay, եւ վերջի բանը, որ ավելացնում եմ, սա կարմիր հալեպի պղպեղ։ Ու մի լավ խառնում եմ սա ու դնելու ենք գազօջախի վրա, թեթև, շատ թեթև ժարիդ անելու վրա։ Տապակելու ենք շատ թեթև։ Սա պատրաստ արդեն։ Okay, հարազատներս, եթե տեսնում եք, արդեն մենք գազօջախի մոտ ենք, ուրեմն ինձ հարկավոր է ձիթապտղի ձեթ, մոտ 2-2.5 ճաշի գթալ, ոչ ավել, որտեղ դեռ մենք ավելացնելու ենք
Կարագ կամ յուղ, բնականաբար ես յուղ եմ օգտագործում, մեկ ճաշի գթալի չափով էլ յուղ եմ դնում, հալվելուն պես արդեն կանցնենք մնացածին, եթե նկատում եք այստեղ արդեն ինձ մոտ վերմիշելն է հաշվում, մի քիչ հետո դա էլ արդեն պատրաստ կլինի։ Okay, հարազատներս, ինչպես տեսնում եք, արդեն ինձ մոտ հալ չել է բոլորովին ու պատրաստ է տապակելով։ Ծովախեցգետինները բավական արագ են եփվում, շատ արագ։ Okay, արդեն անցնենք պտտելու հաջորդ կողմը, քիչ-քիչ Okay, ժողովուրդ, եթե տեսնում եք, արդեն մեր մոտ եղել է, բայց ինձ հարկավոր է հիմա անջատել ու կրակից հանել։ Մեջի սոկը թողնում ենք մեջը, հանկարծակի չթափեք և պետք չի, որ առանձին լցնենք այս ամանի մեջը, պետք է այդ յուղը ամբողջովին սխտորով մնա մեջը, որտև դեռ դա մեզ պետք է գալու։ Okay, հարազատներս, այս ընթացքում արդեն հիմա մեզ պետք է արդեն հեղուկը պատրաստենք իրա, մոտավորապես 300 գրամի չափով։ Որտեղից է սենց թափվում, չհասկացանք։ Okay, օգտագործում եմ կաթի սեր, heavy cream կամ heavy whipping cream, շատ բարձր յուղայնությամբ և շատ քիչ, շատ չնչին, կես թեյի գտալ, կես ճաշի գտալ, դնելու եմ եգիպտացորենի օսլա։ Հիմա սա մի լավ խառնելու եմ, որովհետև դնում եմ գազօջախին հետ։ Okay, ժողովուրդ, եթե տեսնում եք, գազօջախս անջատած է ինձ մոտ առայժմս, հիմա կաթի սերը, օսլայի հետ միասին որ կար, դնում ենք, մի լավ խառնում ենք, որովհետև օսլան կարա մեջը գունդեր վերցնի, իսկ դա մեզ ձեռ չի տալի ընդհանրապես։ Մի լավ խառնելուց հետո նոր արդեն միացնում ենք տակը։ Իհարկե շատ ուժեղ չեք անում կրակը, մի քիչ թույլ եք անում, որտև ինքը պիտի հասցնի այս ընթացքում եփվի։
Երբ որ արդեն կրեմի պես կդառնա, շատ թանձրե չէ, կրեմի նման, արդեն պետք է հետ ավելացնենք արդեն ինձ մոտ արդեն վերմիշելներն են խաշվել եւ հետ շրիմպը պետք է ավելացնենք այստեղ։ Թեթև սև պղպեղն նորից մի քիչ էլ ավելացնեմ եւ շատ քիչ աղ պետք է ավելացնեմ։ Այնուհետև ավելացնում ենք 4 ճաշի գթալ փարմաժան պանիր, հոտանի պատճառով լավ չի նկարվել և մի լավ խառնում ենք նորից։ Հարազատներս, եթե տեսնում եք, արդեն ինձ մոտ կրեմի պես դարձավ, հիմա պետք է ավելացնենք արդեն հետ իմ շրիմպները և վերմիշելը։ Շրատակը ցուլացնենք։ Եվ թողնելու ենք 2 րոպե եփվի, որ իր ողջ համեմունքները տարածի, մի փոքրիկ էլ հիմա համեմ կկտրատեմ, մեջը կդնեմ և պատրաստ է արդեն։ Ժողովուրդ ջան, հիմա մի փոքրիկ արդեն համեմն էլ դնենք, մի մոռացեք համեմը մի ամբողջ համ է փոխում, մի հոյակապ արամատ է տալի մեջը, շատ կարևոր է համեմը, չմոռանաք դնել դա մի ուրիշ պատմություն է։ Okay. Վերջ։ Okay, ժողովուրդ ջան, ահա եւ վերջ։ Շատ համով ուտել տա։ Հիմա իրար հետ մի հատ համն էլ կնայենք, փոքրիկ։ Միայն իր սոկը ամեն ինչ արժի այդ սոսը մեջի։ Անբացատրելի համ է ուղղակի, անբացատրելի։ Շատ համով է։ Անպայման դուք էլ պատրաստեք, շատ կսիրեք։